Տավուշի մարզի սիրելի բնակիչներ, սիրելի դիլիջանցիներ, սիրելի նոյեմբերանցիներ, սիրելի բերդացիներ, սիրելի իջևանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ ելույթս ուզում եմ սկսել Սաղմոսով, ինչպես արդեն այս ձևաչափում անում եմ։ Սաղմոս համար 1 իրական ճշմարտությունը, Սաղմոս Դավթի։ Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներին և գիշեր ցերեկ խորհում է նրա պատվիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որ իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, և ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան։ Այդպես չեն ամբարիշտները, այդպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում են երկրի երեսին։ Ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ։ Քանզի Տերը գիտի արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են տանում։ Շնորհակալ եմ շատ։ Այսօրվա հավաքի ընթացքում մեր գործընկերները շատ խոսեցին և ընդհանրապես վերջին 8 տարիներին շատ է խոսվում այն մասին, թե ինչ է եղել առաջ, ինչ է տեղի ունեցել ընթացքում և ինչ ունենք հիմա։ Ես կարծում եմ Իջևան քաղաքի մասին պատմող մի պատմություն այդ բոլոր հարցերի պատասխանը տալիս է։ Եվ ես հիմա այդ պատմությունը ձեզ կպատմեմ հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա։ Իջևանի քաղաքային զբոսայգու անկախության 1 կոտորակ 41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Իջևան համայնքի անկախության 1 կոտորակ 54 հասցեում գտնվող 436.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որ ապօրինի օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Իջևանի քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից Սպանդարյան փողոցի 1 կոտորակ 91 հասցեում գտնվող 0.03 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Այն նախորդ 2 կտորներն էլ էին Իջևանի զբոսայգու մասին էին։ Իջևանի քաղաքային զբոսայգու Թատերական փողոցի 18 կոտորակ 6 հասցեում գտնվող 0.03 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Իջևանի քաղաքային զբոսայգու Վալանսի փողոցի 1 կոտորակ 27 հասցեում գտնվող 0.03 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Իջևանի քաղաքային զբոսայգու Վալանսի փողոցի 1.29, այն նախորդը 27-ն էր, 29 հասցեի 0.06 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Իջևանի քաղաքային զբոսայգու Թատերական փողոցի 18/7 հասցեի 350 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որը քաղաքային զբոսայգու մաս էր և օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Իջևանի քաղաքային զբոսայգու Թատերական փողոցի 18 կոտորակ 5 հասցեի
19.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող անկախության փողոց 1 կոտորակ 62 հասցեի 0.01 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի թատերական փողոցի 18 հասցեում գտնվող 19.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որ պատկանում էր Իջևանի զբոսայգում և օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի անկախության փողոցի 1 կոտորակ 55 հասցեում գտնվող 436.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որ քաղաքային զբոսայգու մաս էր և օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի քաղաքային զբոսայգու Վալանսի փողոցի 1 կոտորակ 28 հասցեում գտնվող 351 քառակուսի մետր մակերեսով հողամասը, որ քաղաքային զբոսայգու մաս էր և օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի քաղաքային զբոսայգու թատերական փողոց 18 կոտորակ 3 հասցեում գտնվող 18 քառակուսի մետր մակերեսով հողամասը վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի քաղաքային զբոսայգու Իջևանի թատերական փողոց 18 կոտորակ 2 հասցեում գտնվող 0.012 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքի։ Իջևանի քաղաքային զբոսայգու Վալանսի փողոց թիվ 1 կոտորակ 30 հասցեում գտնվող 0.04 հեկտար մակերեսով հողամասը, որ օտարվել էր, վերադարձվել է Իջևան համայնքին։ Եվ հիմա Իջևան քաղաքի զբոսայգի ըստ էության ամբողջությամբ նորոգված է, Իջևանի լեգենդար շատրվանները վերստին աշխատում են, Իջևանի զբոսայգում կառուցվել է ամֆիթատրոն և Իջևանի զբոսայգու լիճը, որ տասնյակ տարիներով չէր գործում, այսօր հիմա դարձել է ժամանակակից լողավազան երեխաների համար և այս տարի պատմության մեջ Իջևանի բացօթյա ամառային լողավազան և այս տարի առաջին անգամ Իջևանի երեխաները լողալու համար ստիպված չեն լինի գնալ Գետահովիտ գյուղի գետի վերևի հոսանքներում, քարերի արանքում, օձերի մեջ, խոտերի մեջ և այլն, որովհետև քաղաքային զբոսայգում գոյություն ունի, կառուցվել է կառավարության և համայնքի համագործակցությամբ կառուցվել է Իջևան քաղաքի առաջին բացօթյա լողավազանը։ Սիրելի ժողովուրդ, ես պատմեցի մի դրվագ Իջևանի կյանքից, բայց այն ինչ պատմեցի, այն մասին էր, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում հեղափոխությունից առաջ, ինչ է տեղի ունեցել Հայաստանում հեղափոխությունից հետո և որ կետին է հասել Հայաստանի Հանրապետությունը։ 2018 թվականից հետո տասնյակ անգամներով մեզ մեղադրել են նրանում, թե մենք ի հեճուկս մեր խոստումների չենք վերադարձնում ապօրինի օտարված գույքը, գողացվածը, թալանվածը։ Ես այդ տասնյակ անգամներ ասել եմ, որ մենք մեր կամքը որևէ ձևով չի սասանվել և մենք ընդհակառակը առերեսվում ենք պրոբլեմների, որ մի գույքը 15 կտոր արված, տարբեր տեղ թաքուցրիվ արած, տարբեր իրավական ձևակերպումների տակ թաքցրած և մենք աշխատում ենք և հատիկ վերադարձնելու ենք։ Դուք տեսաք, թե Իջևանի մի բուռ, բառից բուռ իմաստով մի բուռ զբոսայգի ինչպես էր բաժանվել 16 կտորների
եւ 16 տարբեր իրավական process-ների մեջ թաքցվել, քողարկվել։ 8 տարիների ընթացքում այո մենք անդադար աշխատել ենք եւ Իջևանի զբոսայգին շատ ավելի լավ վիճակում, քան երբևէ եղել է, վերադարձված է Իջևանի երեխաներին եւ Իջևանի քաղաքացիներին։ Բայց Հայաստանի Հանրապետությունն է այդ նույն ձևով վերադարձված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին տեր է ավելի քան երբևէ, որոշող է ավելի քան երբևէ, եւ այսօր խոսք է գնում նրա մասին, թե ով է ուժեղ, ով է կարող, ով է ամենազոր, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունում այդ հարցը ունի մեկ պատասխան։ Հայաստանի Հանրապետությունում չկա ուժ, չկա որևէ կազմակերպություն, որևէ այլ ֆորմալ կամ ոչ ֆորմալ ուժ, որ կարող է ավելի ուժեղ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացին, քան Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ինչպես Իջևանի քաղաքային զբոսայգին, որ այլևս չէր պատկանում ժողովրդին, քաղաքացուն, հեղափոխությունից հետո վերադարձվեց ժողովրդին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը, պետությունը եւ պետության բարձրագույն իշխանությունը վերադարձված է ժողովրդին եւ այսօր որևէ մեկը չի կարող բարձենալ ժողովրդից ավելի ուժեղ լինելու մեջ եւ սա է որ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում։ Մենք Հայաստանը վերադարձրել ենք ժողովրդին եւ Հայաստանը վերադարձրել ենք քաղաքացուն։ Ընդ որում մենք դա վերադարձրել ենք, մենք դա արել ենք ոչ միայն արտակ ներքին, այլև արտաքին իմաստով, որովհետեւ Հայաստանը ժողովրդից օտարված էր, այդ թվում կոնֆլիկտի հուսահատ հորձանուտի մեջ մղվելու բերումով։ Այսօր մենք արել ենք շատ վճռական եւ պատմական մի քայլ։ Մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել կոնֆլիկտի փակուղուց, հուսահատ կոնֆլիկտի փակուղուց, որը Հայաստանին ոչինչ, բացի կորուստների չէր խոստանում, ոչինչ, բացի զոհերի չէր խոստանում, եւ մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել այդ փակուղուց, վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք երկարաժեմ կետ զարգացման հուսալի ճանապարհի վրա։ Սա է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Մենք թալանվածը վերադարձրել ենք ժողովրդին եւ միլիարդավոր դոլարներ, որ նախկինում հոսում էր օլիգարխիայի, քրեական իշխանության գրպանները, այսօր հոսում է ժողովրդի գրպանը, այսօր հոսում է ժողովրդի գրպանը, ինչպես կառուցվող ճանապարհների ձևով։ Այսօր Իջևանում տասնյակ ճանապարհներ, որոնք տասնյակ տարիներով բառից բուն իմաստով քանդուքարապ են եղել, այսօր վերադարձվել են իջևանցիներին, այսօր վերադարձվել է քաղաքացուն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում նույն Տավուշի մարզում մանկապարտեզներ, որ ապօրինի օտարված են եղել, վերադարձվել են ժողովրդին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ 70-ից ավել ապօրինի սեփականաշնորհված մանկապարտեզներ գտնվում են ժողովրդին եւ համայնքներին վերադարձման փուլում։ Այսօր մենք ավարտում ենք 500 մանկապարտեզի կառուցման ծրագիրը։
ավարտում ենք 300 դպրոցի կառուցման ծրագիրը։ Մենք այդ ամենը անում ենք եւ արել ենք թալանը կանգնեցնելու եւ թալանվածը ժողովրդի բարեկեցությանը ծառայեցնելու միջոցով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականի նվազագույն 16000 թոշակը այսօր դարձել է նվազագույն 46000 դրամ թոշակ, դրան գումարած անկանխիկ առևտրի պարագայում հետ վճարի հնարավորությունը։ Այսօր մինչև 18 տարեկան երեխաները իրենց պետության եւ պետական բյուջեի հաշվին ստանում են առողջության ապահովագրություն, այսինքն ապահովում են նրանց առողջապահական նվազագույն կարիքները եւ 65+ տարիքի մեր բոլոր թոշակառուները օգտվում են առողջության ապահովագրությունից, որը ապահովում է նրանց նվազագույն առողջապահական կարիքները։ Եվ սա է, որ տեղի է ունեցել եւ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում 1931 տուն է կառուցվում 16 միլիոն դրամի ծրագրով։ 1931 տուն։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է մեր մետաղագործների թաղամասի նահարգանի շենքերը գիտեք, չէ՞։ Դա նշանակում է 60 հատ այդպիսի շենք, որովհետև 60 այդպիսի շենքերում է, որ կարող է տեղավորվել 1931 բնակարանը, տունը, առանձնատունը։ Եվ այս ամենը արվում է պետական բյուջեի հաշվին։ Եվ այն մարդիկ, ովքեր բայղուշի նման ահազանգում էին, թե Կիրանցը դատարկվելու է, թե ոսկեպարը դատարկվելու է, թե Բաղանիսը դատարկվելու է, թե Բերքաբերը դատարկվելու է, թե մեր գյուղերը հանձնում են Ադրբեջանին, այսօր թող գնան տեսնեն, թե ինչ է կատարվում Կիրանցում, ինչ է կատարվում ոսկեպարում, ինչ է կատարվում Բերքաբերում։ Բերքաբերը որպես գյուղ այսօր իր նախկին կրկնապատիկի ծավալով աճում է, որովհետև այնտեղ իր չափով, իր նախկինում գոյություն ունեցածի չափով տներ են կառուցվում 16 միլիոնի ծրագրով։ 2 տարի արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Երկու տարի արդեն մի քիչ ավելի քիչ երևի 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ի վերջո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենց խոհանոցից հյուրասենյակ գնալիս դա անում են առանց մտավախության եւ առանց անվտանգության լրացուցիչ միջոցների։ Իսկ այսօր մենք առերեսվում ենք քննադատությունների հետ, որոնք իրենց բնույթով անհեթեթ են։ Պաշտպանության նախարար նշեց, թե ասում է զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանը ասել է մեր բանակը որբ է։ Բանակը որբ էր քո ժամանակ, որովհետև մեր զինվորներին կերակրում էիք թերմացքով։ Մեր բանակը չուներ սպառազինություն, մեր բանակի սպառազինության 70-80%-ը ուրիշների դեն շպրտած սպառազինության թերմացքներն էին։ Իսկ այսօր բանակը սպառազինված է ժամանակակից, գերժամանակակից սպառազինությամբ։ Պարոն Ռուբինյանը իր խոսքում նշեց, թե բանակը ձեռք է բերել միլիոնավոր դոլարների զենք եւ զինամթերք, բայց ես ուզում եմ ճշգրտել, մեր բանակը միլիոնավոր դոլարների զենք եւ զինամթերք չի ձեռք բերել։ Մեր բանակը միլիարդավոր դոլարների զենք եւ սպառազինություն է ձեռք բերել։ Եվ նախորդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին մենք բոլորս տեսանք ոչ միայն օտարերկրյա արտադրության,
այլ որ շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության արտադրության ժամանակակից եւ գերժամանակակից սպառազինություն, որը այսօր արտահանվում է զարգացած երկրներ։ Բայց ես նորից ուզում եմ ընդգծել, որ այն ինչ որ ասացի, այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է եւ ինձ համար անձնական հարց էր նաեւ։ Մեր քաղաքային զբոսայգին, ուր այդ թվում իմ մանկությունն է անցել, վերադարձնել համայնքին եւ վերադարձնել երեխաներին նոր վիճակով եւ նոր կարգավիճակով։ Բայց Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը իմաստ չէր ունենա առանց խաղաղության։ Եվ ամենակարևոր փաստը, որով ես այսօր եկել եմ իմ ծննդավայր, իմ հայրենի, իմ սիրելի, իմ հարազատ Իջևան, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիս շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Բայց ամենակարևոր հարցը, որը պետք է պատասխան ստանա այս ընտրությունների արդյունքներով, շարունակաբար մնում է հետևյալը. Արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնելու է խաղաղությանը, որովհետև ամենակարևոր հարցը, որին պիտի պատասխանեն ընտրությունների պաշտոնական արդյունքները հենց դա է։ Մեզ անհրաժեշտ է տեր կանգնել խաղաղությանը, որովհետև մեր 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման չի ապրի, եթե մենք նրան տեր չկանգնենք։ Առավել ևս, որ հիմա պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ փորձում է եւ ժողովրդին փորձում է համոզել, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել պետությանը, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել մեր ապագային եւ մեր անկախությանը։ Մենք ասում ենք ոչ, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է եւ ձևավորված է ժողովուրդ, որը կարող է եւ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս է պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է նշանակում քվեարկել 16-ին։ 16-ին քվեարկել նշանակում է տեր կանգնել պետությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել ապագային, տեր կանգնել խաղաղությանը։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այո, սա ժողովրդի առաքելությունն է, բայց որևէ անհատ չպետք է իրեն թաքցնի ժողովրդի մեջ, ժողովրդի թիկունքում եւ ժողովրդի բազմության մեջ։ Այս է պատճառը, որ մենք կոչ ենք անում բոլորիդ առերեսվել այն փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախության ապագան կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, այսինքն այս բարդ, գերբարդ, թվացող թնջուկների եւ հանդգույցների լուծումը
պետք է տա մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով է այն մարդը, որ պատրաստ է վերցնել իր բաժին պատասխանատվությունը հանուն պետության, հանուն խաղաղության, հանուն անկախության, հանուն ապագայի, բարձրացրեք ձեր ձեռքերը, բոլոր են մարդիկ, որ պատրաստ են սրան, եւ ահա այս մարդկանց, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Դիլիջանին, Բերդին, Նոյեմբերանին, Իջևանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ քանի որ բոլորս մայիսի 28-ի զորահանդեսի դրական լիցքերի եւ տպավորությունների ներքո ենք, ես ուզում եմ առաջարկել, որ օրվա մեր հանդիպումները ամփոփենք հենց նրանով, ինչով առավոտյան մենք այսօր սկսեցինք այրում, բնակավայրում նոյեմբերյան խոշորացված համայնքի։ Եվ իմաստը հետևյալն էր, դուք տեսաք, որ շատ բան է փոխվել մեր բանակի կյանքում եւ մեր բանակի արարողակարգերի մեջ։ Եվ այդ կարևոր իմիջայլոց նրբությունները շատ էական են, շատ էական։ Եվ կարևորագույն նրբություններից մեկը այն էր, որ հրամատարական ողջույնի մեջ եւ ընդհանրապես ողջույնի մեջ ամեն անգամ հիշատակվում են մեր ընկած եղբայրները եւ քույրերը, որովհետեւ նախկին սովորական ողջունի փոխարեն այսօր ասվում է հետեւյալը. փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն պաշտպանության նախարարը երբ որ շնորհավորում էր, մոտենում էր, շնորհավորում էր զորախմբերին, բոլոր դեպքերում հնչում էր այդ նույն ողջույնը եւ հնչում էր նույն պատասխանը։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, որին ի պատասխան զորախումբը պատասխանում էր. կեցցե, կեցցե եւ երրորդը ավելի երկար, կեցցե։ Ես առաջարկում եմ եւ խնդրում եմ նաեւ ի նշանավորումն տեղի ունեցած պատմական զորահանդեսի, ի նշանավորումն հաստատված խաղաղության, ի նշանավորումն այն բանի, որ մենք գտնվում ենք ամենամեծ սահմանամերձ բնակչություն ունեցող մարզում, իմիջայլոց Հայաստանի սահմանամերձ բնակչության, այսինքն բնակավայրերի բնակչության 60%-ը ապրում է Տավուշի մարզում։ Եկեք ծափերով ողջունենք մեր սահմանամերձ
գյուղերի բնակիչներին։ Եվ ես առաջարկում եմ մենք այդ նույնը անենք։ Եվ 3 անգամ կեցեք, վերջինը ավելի երկար։ Ողջունենք մեր բանակին, ողջունենք մեր նահատակներին, որովհետև ինչպես ասացի, այդ զորահանդեսը հաշվետվություն էր ժողովրդին եւ այդ զորահանդեսը հաշվետվություն էր մեր նահատակներին։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, ապարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալություն։